Դրսում մնաց Տիտոսը։ Այդ իրիկում նա հորթերը բերեց գյուղ եւ երբ հորթերը բոլորն շրթունքները կախ արին մոր կուրծքից, ոնց որ ստեղ Բակոնց հալեր Եգորիատամ Տիտոսի ու հորթի մեջ, տես օրինակ ստեղ ոնց որ հորթեր ունեն շրթունքները կախ տալու տեղ, իսկ Տիտոսը չունի, դուրսն է մնացել։ Վերջը։ Տիտոսը տուն եկավ եւ կիսավեր տան մեջ միայն մի պարավ կատվին տեսավ, թոնրի սառը մոխրում նստած։ Կատուն մլավեց, մի անգամ էլ ապացուցելու այն խոսքը, թե իրականում կամ բուն է կանչում, կամ կատուն մլավում։ Իհարկե, մոր սրտի տեղը քարջ էր, երբ վախվխալով որպես դուռը կորցրած հորթ Տիտոսն ուրիշի դռնակը բացեց եւ կանգնեց։ Մայրը լաց եղավ, այդ տեսավ Տիտոսը, մայրը ուրիշ խոսքեր ասաց, բայց խոսքերից ավելի քաղցրը յուղով հացի այն պատառներ, որ մայրը արցունքները սրբելով գոգնոցի տակից ծածուկ հանեց եւ կողեց Տիտոսի տոպրակը։ Այդ գիշեր հարևանի դեզի վրա կարպետի տակ Տիտոսը ծամեց յուղոտ հացը աչքերի երկնքին, բայց միլիոն աստղերից եւ ոչ մեկն էլ չնշմարելով։ Նույն գիշեր մայրն ուրիշի բարձի վրա մի անգամ էլ լաց եղավ։ Ճիշտ է, քարջ էր մոր սիրտը, բայց մարմինը միայն սրտից չի կազմված։ Այս